Կարգալույց եղած կաթողիկոսի չի կարա կարգալույց անի։ Հովանավանքի նախկին քահանա Տեր Արամն էր բղավում վանքի բակում ճիշտ նույն նախադասությունը, որ 3 խորհրդարանական ամբիոնից Նիկոլ Փաշինյանն էր հնչեցնում։ Կաթողիկոսը չի կարա կինո նկարները ունեմ, ապրելու տեղ ունեմ։ Դե կտենաս։ Մթնոլորտն այստեղ շիկացած էր կեսօրից հետո։ Պսակադրության արարողություն պիտի լիներ։ Ով է ծեսն անելու Մայրաթորի կարգապահական հանձնախմբի կողմից կարգալույց հռչակված Տեր Արամը Ստեփան Ասատրյանը, թե գործող քահանան Տեր Սարգիսը։ Ժողովուրդ, հեսա զույգը կգա, իրենք կորոշեն։ Հարսանքավորները եկան եւ կար տպավորություն, որ առանձնապես կողմնորոշված չեն։ Հետո Տեր Սարգսից տեղեկացանք, պսակի վկայական տալ կարգալույց քահանան չի կարող։ Ես եմ պատրաստում պսակադրությունը կատարելու, իրենք այդպես ուզեցին, ընդունեցին։ Հեսա զանգերը կհնչեցնի, դուք կգաք։ Մենք Շարունակությունը բոլորովին էլ այսքան գեղեցիկ չէր։ Կարգալույց Տեր Արամը նույնպես Հովանավանքում էր շրջապատված համակիրներով։ Նրանք ի սկզբանե էին ագրեսիվ տրամադրված եւ ել ավելի զայրացան, երբ տարածք եկան Արագածոտնի թեմի մի քանի հոգեվորականներ։ Այս եկեղեցին բոլորիս է, մեր գյուղի եկեղեցին է, մենք իրավունք միայն գյուղինը չի, այս եկեղեցին բոլորին է, իհարկե, բայց մեր քահանան Տեր Արամն է լինել։ Ապրես։ Այս Աստծո դուռը կռիվանել պետք չի, մենք Մենք չենք եկել վիճելու, մենք եկել ես եւ վիճում է շատ բարձր։ Տեր Մանուկը հանդարտեցրեց, ապա մյուս հոգեվորականների հետ նախկին քահանային ներկայացրին դիվանապետի ծանուցումը, ըստ որի նա պիտի հեռանա։ Դուք պետք է ժամը 15:00-ին հանձնեիք ծանոթագիրի մեջ ներկայացված։ Չեմ ընդունում։ Նա պետք է հանձնեիք։ Բայց չենք հանձնում։ Տեր Արամը աշխարհի կանոնով Ստեփան Ասատրյանը արդեն հայտարարել էր, որ վանքը լքել չի պատրաստվում, այլ պատրաստվում է կիրակի մեծ պատարագի։ Չի ընդունում կարգապահականի որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։ Թեմի հոգեվորականներից հայր Շնոր Կաբեղա-Պալոյանը բացատրում էր, ծեսեր անելու իրավունք չունի։ Որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն խորանի վրա, ատյանում, դասերում եւ ավանդատներում։ Մնացածը ձեր գործն է։ Ով է սա ոչ մեկ չի գնում։ Ինչա նշանակում ով է ասի, եղբայր, որ ինձ փոխանցեք։ Եղբայր, ինչա նշանակում ով է ասի։ Հա ես հարց եմ տալիս ձեզ։ Ում ասածն եք փոխանցում։ Ասեցի, չէ։ Դիվանատան։ Ես ասեմ չեմ ընդունում սա։ Ով տվելա տարեք հետ տվեք իրեն։ Դե հիմա գնացեք ինձ ոսկի իրենց փոխանցեք։ Խնդրում եմ, հարգեք եւ մի ասեք։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով որ էս թուղթ ուղարկել է։ Մենք վերջացրեցինք մեր խոսքը։ Դե որ վերջացրեցին գնացեք այստեղից։ Նրան միացան շուրջ 2 տասնյակ աջակիցներ, դավայ գնացեք ստեղից խոսքերով թեմի հոգեվորականներին հրահանգեցին հեռանալ։ Որտե կուզեք ընդ վազեք։ Հելացտարով էլ եկած Յանի Արթարյան էսել մեղավորն է։ Ստեփան Ասատրյանի նախկին քահանայի աջակիցները հայհոյանքներով, սպառնալիքներով հասան լրագրողներին, թե խանգարում եք պսակադրությանը։ Տեսնես ապարատը դուրս կգաս։ Հետը ջարդեմ իսկական։ Դե վեց կնայան։ Ուրի զեվի նկարեք էլի։ Այդ արարողությունը սակայն վանքին ներսում էր, ոչ մի լրագրող ծեսին չէր հետևում, փոխարենն այդ ագրեսիվ հարձակման ձայներն էին արարողության մասնակիցներին հասել։ Գերաղաղակեր ներսի դռները փակեցին, որպեսզի պսակի մարդկանց չխանգարեն։ Ամեն ինչ պետք է եկեղեցուց հեռու տանել, ասում ձեռքերներդ հեռու գնացեք։ Քաղաքական խաղերն էլ պետք է անել քաղաքական դաշտում ի վերջո։ Մի քանի օր է Հովանավանքի տարածքում ոստիկանական հսկողություն է։ Այսօր, երբ ոստիկանների պաշտպանության կարիքն ունեինք, միջամտություն չկար, եւ ընդհանրապես նույնիսկ ակտիվ սեռական հայհոյանքներ հնչեցնող տղամարդուն կամ մեր նկարահանումը քաշքշոցներով արգելող երիտասարդներին իրավապահները չլռեցրին, չխանգարեցին։
Շատ ենք խնդրում դուս եկեք, մենք հետո կտեղեկացնենք ձեզ որոշակի տեղյակներ։ Այո, որոշակի քննարկում ունենք, ընտանեկան ուզում ենք, որ հանրությունից ծածուկ մնա։ Ներողություն ենք խնդրում ամենայն հարգանքով ձեր նկատմամբ։ Սակադրության ավարտից հետո նախկին քահանան իր խմբի հետ ներս մտավ ընտանեկան քննարկման, այդպես ասացին։ Տեսանք բոլորը աղոթող մարդիկ են։ Մենք ձեզ դրսում տեսանք կես ժամ կմոտենանք, առաջ։ խնդրում եմ ձեզ։